օրվա վերաբերյալ այ որքանով է կարևոր այս օրերին լինել եկեղեցու կողքին, աջակցություն հայտնել եւ ցույց տալ, որ եկեղեցին միայնակ չէ եւ ունի բազմաթիվ հավատավոր մարդիկ, ովքեր կանգնած են եկեղեցու կողքին։ Մի քանի առումներով այսօրը խորհրդանշական է, բացի դրանից, որ սա հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոնացույցում կարևորագույն նշանակություն ունեցող օր է, բայց ել ավելի կարևորվում է այսօրը, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր պետության եւ մեր ազգի թշնամիները այս փուլում հիմա էլ թիրախավորում են եկեղեցին, հայկական պետականության եւ հայ ինքնության կարևորագույն սյուներից մեկը, եւ այս օրերին առավել կարևոր է ցուցադրել այն աջակցությունը, որ մենք բոլորս մշտապես ունենք հայ առաքելական եկեղեցուն։ Ես համաձայն չեմ այն պնդումների հետ, որ սա նոր բան է, հայ ժողովուրդը լինի Հայաստանում, լինի աշխարհասփյուռ այսպես համայնքներում բոլոր տեղերում էլ աջակցում է հայ առաքելական եկեղեցուն միշտ, դրա այսպես հարցականի տակ դնելու կարիք չկա, բայց հիմա այս օրերին, այս շաբաթներին եւ առաջիկայում կարևոր է լինելու այդ աջակցությունը ցուցադրելը եւ այս իմաստով կարծում եմ, որ բոլորիս պարտականությունն է անընդհատ հաճախել եկեղեցի, ոչ միայն պատարագներին, ոչ միայն կիրակի օրերին, այլ օգտագործել բոլոր հնարավոր առիթները, գալ եկեղեցի, խոսել եկեղեցու կարևորության մասին մեր շրջապատում, մոտենալ քահանաներին, հոգեվոր հայրերին աջակցությունը մեր հայտնել, որտեղ իրենց էլ պետք է մեր այդ աջակցությունը, այսպես եւս մեկ անգամ ցուցադրել, որպեսզի վերջիններս իրենց պայքարում լինեն ամուր եւ որևէ դեպքում չընկրկեն մեր ճշտամների առաջ։ Իսկ այն, որ հայ առաքելական եկեղեցուն թիրախավորում են այսօր, դա էլ նորություն չէ, ուղղակի դա հիմա շատ ավելի ցայտուն կերպով է արվում եւ վստահ եմ, որ մեր բոլորի համատեղ ջանքերով մենք թույլ չենք տալու, որ այդ թիրախավորումները որևէ արդյունք տան։ Ընդհակառակը եկեղեցին էլ ավելի է զորանալու։ Անկեղանյան մի փոքր շեղվելով թեմայից Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ, կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ արդեն միջնորդում է կամ հենց իր դեմքով միգուցե հնարավոր է պատերազմին, չգիտեմ, մասնակցի, միանա այս հակամարտությանը Հայաստանի վրա առհասարակ, սա ինչ ազդեցություն պետք է թողնի եւ Հայաստանը ինչ գործողություններ պետք է կատարի։ Դե եթե նույնիսկ պատկերացնենք, որ այս ամենը տեղի չի ունենում անմիջական մեր հարևանությամբ, այլ Պերձով արևելքում է, արդեն իսկ խնդրահարույց է, այսինքն ցանկացած պետություն այսօր աշխարհում, ցանկացած լուրջ պետություն ուշով հետևում է այն ինչ որ տեղի ունենում Իրանում եւ Իրանի շուրջ։ Ինչու՞, որովհետեւ այս ամենը ոչ միայն ուղղակի պատերազմ է, ոչ միայն պատերազմ է, որում ներգրաված է աշխարհի խոշորագույն տերություններից եւ ոչ պակաս ազդեցիկ տարածաշրջանային պետություններից մեկը, այսինքն Միացյալ Նահանգները եւ Իրանը, այլ նաեւ այս ամենը հղի է վերաճելու շատ ավելի լայն բազմաթիվ երկրներ, բազմաթիվ կողմեր ուրեմն ընդգրկող պատերազմի։ Էլ չասեմ, որ մեծ է նաև հավանականությունը, որ սա կարող է ի վերջո հասնել միջուկային հարվածի կամ միջուկային որոշակի հետևանքներ ունենա։ Եթե այս ամենը կարևորում ենք, պատկերացրեք, թե ինչքան է աճում կարևորությունը հատկապես այն պարագայում, երբ որ այս ամենը տեղի ունենում ոչ թե ինչ-որ հեռու տեղում, այլ ոչ մի այսպես մեր քթի տակ եւ մեր սահմանների երկայնքով։ Եվ այս բոլոր իմաստներով այն ինչ որ տեղի ունենում մեզ համար գերկարևոր եւ չի կարող ազդեցություն չունենալ։ Լավ, վատ, դրական, փոփոխական, էական չէ, այն ազդեցություն է ունենալու։ Եվ հիմա տեսեք, թե ոնց ենք մենք արձագանքում դրան։ Այն չի հանդիսանում դե ֆակտո իշխանությունների քաղաքական օրակարգի մասը, այն չի հանդիսանում մեր հասարակության գլխավոր թեման ցավոք սրտի, որովհետև դե ֆակտո իշխանությունը անդադար շեղում են ուշադրությունը տարբեր այլ թեմաների եւ վերջապես մենք չենք տեսնում պետական համակարգի կողմից որևէ աշխատանք հասարակությունը համախմբելու, հասարակական ինստիտուտները, պետական ինստիտուտները որոշակի իմաստով պատրաստի բերելու, որովհետև մենք չգիտենք ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Երեկվա դրության Միացյալ Նահանգները պատերազմի մաս չէին, այսօր պատերազմի մաս են։ Եվ հետեւաբար մենք տեսնում ենք, որ այստեղ կա հերթական օրինակը անարդյունավետ կառավարման, հերթական օրինակը նրա, որ որևէ գործուն իրական այսպես աշխատանք չի տարվում պետության եւ հասարակության ամենակարևոր խնդրի ուղղությամբ եւ ճիշտ հակառակը թիրախավորվում են այն ինստիտուտներն ու այն մարդիկ, որոնք կարող են այս իրավիճակում անհրաժեշտ աշխատանքը կատարել եւ մեր պետության անվտանգությունը ապահովել։ Եվ այս իմաստով ուզում եմ հատուկ ընդգծել եկեղեցու դերը, որովհետեւ եկեղեցին Մերձավոր Արևելքում, Իրանից մինչեւ Իսրայել հանդիսանում է այն քիչ դերակատարներից մեկը, որը հարգանք է վայելում գրեթե բոլոր երկրներում, հանդիսանում է կարևորագույն մեր, այսպես ասած, հանրային դիվանագիտության գործիքներից մեկը, եւ այս օրերին փոխանակ օգտագործել եկեղեցու հնարավորությունները Մերձավոր Արևելյան տարածաշրջանում տարբեր երկրների դերակատարների հետ աշխատանք տանելու, մեր պետությունը ամրապնդելու, հավելյալ այսպես անվտանգության երաշխիքներ ստանալու համար, ճիշտ հակառակն է, որ մեր միակ ինստիտուտը, որը ունակ է այս երկրներում տանել արդյունավետ աշխատանք, այդ ինստիտուտը թիրախավորվում է։ Բնականաբար դա թույլատնում եւ առանց էլ նվազեցնում է մեր քիչ ունեցած հնարավորությունները։ Շնորհակալություն։